Star News-ն ավելի վաղ հայտնել էր, որ փաստաբաններ Վաչե Ալեքսանդրյանը և Նարեկ Վարդանյանը պնդել են, թե պարուհի Էլեոնորա Պետրոսյանը կեղծ հաղորդում է ներկայացրել առ այն, որ նախկին ամուսին Ալբերտ Աղաջանյանը բնակարանում ապօրինի զենք է պահում։ Փաստաբանների պնդմամբ Ալբերտի տանը խուզարկություն է իրականացվել և զենք չի հայտնաբերվել, կա հարուցված քրեական գործ։ Նշել էինք նաև, որ Էլեոնորա Պետրոսյանի փաստաբան Արմինե Օհանյանը հակադարձել էր և հայտնել, որ Էլեոնորայի նախկին ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց վերջինիս տեղյակ պահելու երեխաներին առևանգել և գողացել է մանկապարտեզից, հագցնելով ուրիշ երեխաների շորեր։ Իսկ Վաչե Ալեքսանդրյանը և Նարեկ Վարդանյանը կրկին ահազանգել են ու հակադարձել Պետրոսյանի փաստաբանին։ Մեջբերում եմ. Նախ ցանկանում եմ անդրադառնալ այն հանգամանքին, որ պաշտպանյալս Ալբերտ Աղաջանյանը սույն թվականի հոկտեմբերի 1-ին իր երկու անչափահաս երեխաներին չի առևանգել և չի գողացել մանկապարտեզից։ Միայն այն պարզ տրամաբանությամբ, որ Ալբերտ Աղաջանյանը, հանդիսանալով երեխաների հայրը և օգտվելով իր հայրական պարտականություններից, մոտեցել է մանկապարտեզ, որտեղի աշխատակիցները ճանաչել են հորը և վերցրել է իր երեխաներին։ Առաջին իսկ օրվանից Էլեոնորա Պետրոսյանը տեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են հոր մոտ, սակայն չհամակերպվելով այդ հանգամանքին ցանկացել է շինծու և իրականությանը չհամապատասխանող հաղորդում ներկայացնել Նոր Նորքի ոստիկանության բաժին։ Ցանկանում եմ հայտնել, որ պարզ տրամաբանությունը հուշում է, որ սեփական հայրը չի կարող գողանալ կամ առևանգել իր երեխաներին, այլ միայն ցանկացել է, որ մի քանի օր երեխաները բնակվեն իր հետ։ Ինչ վերաբերվում է ուրիշ երեխայի շորեր հագցնելուն, դա եղել է մանկապարտեզի աշխատակցուհու շփոթման արդյունք։ Քանի որ Ալբերտ Աղաջանյանը չէր կարող գուշակել, թե ինչ հագուստով են գնացել իր երեխաները մանկապարտեզ, այն պարզ պատճառով, որ առավոտյան մայրն է տարել։ Իսկ հեռախոսազանգերին չպատասխանել և երեխաների գտնվելու վայրը չհայտնելու հանգամանքը չի համապատասխանում իրականությանը։ Առաջին իսկ օրվանից Էլեոնորա Պետրոսյանը քաջատեղյակ է եղել, որ երեխաները գտնվում են իրենց հոր մոտ։ Ինչ վերաբերվում է նախաքննական գաղտնիք հրապարակելուն, ապա նշեմ, որ ինչպես Արմինե Օհանյանն իր զրույցում է նշում, որ քրեական մասնագիտացում չունի, այդպես էլ պարզ է դառնում վերջինիս պնդումներից, քանի որ պաշտպանական կողմի հայտնածները որևէ կերպ չեն կարող համարվել նախաքննական գաղտնիքի հրապարակում։ Իսկ այն դեպքում, որ Արմինե Օհանյանը չի հանդիսանում սույն քրեական վարույթով ներգրավված անձ, սակայն հայտնում է տեղեկություններ դրա մասին, ապա ըստ պաշտպանական կողմի, այստեղ առկա են նախաքննական գաղտնիք հրապարակելու տարրեր հենց Էլեոնորա Պետրոսյանի կողմից, քանի որ ակնհայտ է, որ սույն քրեական վարույթի մասին տեղեկություններ վերջինս է հայտնել Արմինե Օհանյանին, ով, կրկնում եմ, որևէ առնչություն չունի և ներգրավված չէ սույն վարույթով։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ Ալբերտ Աղաջանյանի նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում, ապա նշեմ, որ Ալբերտ Աղաջանյանը մինչ այս պահը որևէ նման որոշման վերաբերյալ ծանուցում չի ստացել և մինչ օրս անարգել տեսակցել է և շարունակելու է տեսակցել իր երեխաներին։ Ուստի այսքանով պարզ է դառնում, թե ով է խեղաթյուրում փաստերը, նշեցին փաստաբանները։ Էլեոնորայի փաստաբան Օհանյանն էլ հայտարարեց. Նշեմ, որ եթե երկու փաստաբանները ուշադրություն չեն դարձրել երկու անգամ իմ կողմից հնչող ճակերտավոր բառին և կամ չեն ընկալել դրա իմաստը, ապա մեկնաբանություններն անիմաստ են։ Իմ փաստաբանական վարույթում առկա գործը քննվում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, որտեղ կարող են ներկայացվել կողմի բոլոր դիրքորոշումները, ապացույցները, իրականացնելով փաստաբանություն, անհետաձգելի միջամտության որոշումը տրամադրել է դատարանին։ Վստահորդիս խորին համոզմամբ փաստաբանները հատուկ են ահազանգել խմբագրություն գործը հանրային դարձնելու և ենթադրաբար ինքնագովազդ կազմակերպելու համար, քանի որ ոչ իմ և ոչ իմ վստահորդի կողմից գործը չի հրապարակվել, առավել ևս ԶԼՄ-ների միջոցով ենթադրյալ PR կազմակերպելու նպատակով։ Փաստաբանի կողմից այլևս մեկնաբանություններ չեն տրվելու։ Նշենք, որ Էլեոնորա Պետրոսյանը իր ինստագրամյան էջում հրապարակում էր արել գրելով հետևյալը. «Պաշտպանում եմ իմ ճշմարտությունը որպես կին, որպես մայր, որպես մարդ։ Շատ ժամանակ լռել եմ, հարգելով իմ ընտանիքը, իմ երեխաների հոգին, իմ ներսի աստվածավախ մարդուն։ Բայց կան պահեր, երբ լռությունը դառնում է մեղսակցություն։ Երբ իմ անունը փորձում են շպրտել ցեխի մեջ, ես այլևս լռել չեմ կարող։ Ես չեմ մեղադրում, չեմ վիրավորում, չեմ նսեմացնում, բայց պահանջում եմ արդարություն և ճշմարտություն։ Մեղադրանքները, որ հնչում են իմ հասցեին, չեն արտացոլում իրականությունը։
Ցավալի է, երբ մարդ իր իսկ արարքների պատասխանատվությունը փորձում է բարթել մեկ ուրիշի ուսերին։ Բայց ավելի ցավալին այն է, երբ այդ մարդը եղածն էլ մոռանում է, բամբասելով, զրպարտելով, աղավաղելով ճշմարտությունը։ Ես չունեմ թաքցնելու ոչինչ։ Ունեմ փաստեր, ունեմ հիշողություններ, ունեմ շատ ցավոտ ու հստակ հիշողություններ, որոնք կարող են ապացուցել իմ անմեղությունն ու միաժամանակ ուրիշի իրական դեմքը։ Բայց ես չեմ վազում վրեժի հետևից։ Ես ուղղակի ուզում եմ, որ բոլորը իմանան ճշմարտությունը։ Ես աստվածավախ մարդ եմ, ու եթե մինչև այսօր չեմ հրապարակել այն ամենը, ինչ կարող էի, ապա դա միայն իմ երեխաների հոգեկան անդորրն է եղել։ Բայց այս լռությունը չպետք է մեկնաբանվի որպես մեղավորություն։ Ցանկացած մեկն, ով լսել է իմ հասցեին մեղադրանքներ, եթե ձեզ համար ճշմարտությունն արժեք ունի, խնդրում եմ պահանջեք ապացույցներ։ Իսկ ես իմ խոսքի տակ ստորագրում եմ և անհրաժեշտության դեպքում կցուցադրեմ ողջ փաստերը։ Ես ապրում եմ մաքուր խղճով, ու որքան էլ դժվար է, ես ուժ եմ գտնում բարձր գլխով քայլելու որպես կին, որպես մայր ու որպես մարդ, ով երբեք չի դադարել հավատալ, որ վերջում ճշմարտությունը հաղթում է։ Փաստաբաններ Վաչե Ալեքսանդրյանը և Նարեկ Վարդանյանը պնդում էին, թե պարուհի Էլեոնորա Պետրոսյանը կեղծ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ամուսինը Ալբերտ Աղաջանյանը բնակարանում ապօրինի զենք է պահում։ Փաստաբանների պնդմամբ երեկ Ալբերտի տանը խուզարկություն է իրականացվել և զենք չի հայտնաբերվել։ Կա հարուցված քրեական գործ։ Էլեոնորա Պետրոսյանի փաստաբան Արմինե Օհանյանը հակադարձեց և հայտնեց, որ Էլեոնորայի նախկին ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց վերջինիս տեղյակ պահելու ճակերտավոր ասված առևանգել և ճակերտավոր գողացել է երեխային մանկապարտեզից հագցնելով ուրիշ երեխայի շորեր, առանց մոր և դայակներին տեղյակ պահելու։ Մի քանի օրով կորել է, չպատասխանելով զանգերին ու հաղորդագրություններին։ Star News-ը ներկայացնում է Էլեոնորա Պետրոսյանի փաստաբանի խոսքի մանրամասները։ Քրեական գործով իմ վստահորդը ոստիկանություն է դիմել ոչ նման հաղորդմամբ։ Մյուս կողմի փաստաբանը խեղաթյուրում է իրականությունը։ Պարոն Ալբերտ Աղաջանյանը, իմ վստահորդի ամուսինը, հոկտեմբերի 1-ին առանց երեխաների մորը Էլեոնորա Պետրոսյանին տեղյակ պահելու մանկապարտեզից ճակերտավոր առևանգում գողանում է երեխային հագցնելով ուրիշ երեխայի շորեր և առանց մորը կամ դայակներին տեղյակ պահելու երեխաներին վերցնում և մի քանի օրով կորում է, չի պատասխանում զանգերին, չի պատասխանում հաղորդագրություններին և չի հայտնում երեխաների գտնվելու վայրը։ Էլեոնորա Պետրոսյանը դիմել է ոստիկանություն, աջակցություն խնդրելու այն նպատակով, որպեսզի հնարավոր լինի երեխաներին վերադարձնել մայրական խնամքին։ Այդ շրջանակներում էլ տվել է քննիչի հարցին տարաբնույթ պատասխաններ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ես տվյալ քրեական գործով փաստաբանը չեմ հանդիսանում, այլ հանդես եմ գալիս որպես քաղաքացիական գործով փաստաբան երեխաների մասով։ Նշեմ, որ եթե անգամ կողմի փաստաբանը նման հանգամանք է պնդում, ապա պետք է առնվազն լինի իմ վստահորդին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում։ Սակայն ինձ հայտնի տեղեկություններով քննչական կոմիտեի կողմից մենք նման որոշում չենք ստացել։ Իսկ այն, ինչ փաստաբանը ձեզ հայտնել է, նախաքննական գաղտնիք է, եթե նույնիսկ այդպես է։ Այսինքն մեծ հարց է, նա իրավասու էր նման տեղեկություններ հրապարակելու, թե ոչ։ Այդ իսկ պատճառով, քանի որ դա նախաքննական գաղտնիք է և հստակ տեղեկություն դեռևս չկա, ապա Ալբերտ Աղաջանյանը չի դատապարտվել որևէ հստակ գործողություն կատարելու կամ չկատարելու մեջ։ Այսպիսով սուտ ցուցմունքից կամ սուտ մատնությունից խոսելը շատ վաղ է։ Ինձ հայտնի է, որ Էլեոնորան երեխաների մասով համապատասխան դիմում է ներկայացրել։ Ալբերտ Աղաջանյանի նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում և վերջինիս արգելվել է մոտենալ կնոջը որոշակի ժամանակահատվածով։ Մնացած տեղեկատվությունը, թե իբր այդ դիմումը ներկայացրել է իմ վստահորդը, չի համապատասխանում իրականությանը։ Դատարանի որոշում, որով արգելվում է երեխաներին տեսակցելը, առկա չէ։ Սակայն կողմերն ունեցել են համաձայնություն, որ երեխաները մնան մայրական խնամքի տակ և այդ համաձայնությունը պարոն Աղաջանյանը ձեռք է բերել նաև ինձ հետ։ Այդ օրը նա մոտեցել է իր նախկին փաստաբանների գրասենյակ, փաստաբաններից վերցրել է երեխաների անձնագրերը։ Հետո հապճեպ գնացել է մանկապարտեզ և վերցրել երեխաներին, մի քանի օր անհետանալով։ Ոստիկանությունից էլ են զանգել, ասելով երեխաներին բեր, իսկ նա պատասխանել է.
չեն բերելու, դատական ակտ չկա, որ երեխաները մոր մոտ են մնում։ Հիմա մենք բնականաբար արդեն ունենք դատական ակտը եւ այն անհապաղ հարկադիրի միջոցով ի կատար է ածվել։ Երեխաները այս պահի դրությամբ մայրական խնամքի տակ են։ Նշեմ, որ նպատակը երբեք չի եղել Ալբերտ Աղաջանյանի դեմ մատնություն կամ ցուցմունք տալը։ Այստեղ նպատակը բացառապես երեխաներին վերադարձնելն է եղել։